Սիրելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գարի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Խուզարկություն ավելի քան 70 հասցեում քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել։ Փողոցային պայքար և պատգամավորական մանդատ, ընդդիմությունը գնալու է խորհրդարան։ Իսրայելի հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միջազգային մամուլում շարունակվում են արձագանքները։ Ամերիկացի վերլուծաբանը ինչ քայլեր է առաջարկում հայկական մշակութային ժառանգության ու հայ գերիների հարցում։ Թրիփը և Իրանը ինչ է փոխանցել պաշտոնական Երևանը Թեհրանին, ինչ նախազգուշացում է հնչեցրել Հադդաթ Ադելը և ինչ առաջարկ է ներկայացրել հայկական պատվիրակությունը։ $650 միլիոն Դալմայի նոր այգիների և մետրոյի նոր կայարանի համար, ինչ ծրագրեր է հաստատել ներդրումային կոմիտեն։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում տեղի են ունենում միաժամանակյա խուզարկություններ։ Խուզարկություններն ընթանում են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, խուզարկություններ են Արարատ ցեմենտում, Երևանի Արարատի Գոնյակի գինու և օղու կոմբինատում, Օլիմպիավանում, Մուլտի Վելնեսում, Մուլտի Ալսթոունում, Մուլտի Գրանդ և Մուլտի Ռեստ հյուրանոցներում, նաև այլ ընկերություններում։ Իրավապահները Արարատ կոնյակի գինու և օղու կոմբինատից արգրավել են գործարանի համակարգիչները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն էլ հայտարարել է, որ խուզարկությունների հետևանքով կաթվածահար է եղել կոնցեռնի բազմաթիվ ընկերությունների աշխատանքը, իսկ հազարավոր աշխատակիցներ մնացել են աշխատավայրերից դուրս։ Նա պնդել է, որ Օլիմպիավանից դուրս են բերվել նաև ուսումնամարզական հավաքների մասնակցող արտասահմանցի մարզիկների, դա որակելով Հայաստանի հեղինակությանը վնասող քայլ։ Սա հասկանալի է, չէ, որ սա միջազգային սկանդալ է, հասկանալի է, չէ, որ միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա, այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես այդ խուզարկությունները իրականացնող մարմինները երբեմն եւ շատ հաճախ մղոններով հեռու են լինում տրամաբանությունից կամ այսպես տարրական քթիծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը այլևս իշխանությունների համար դարձել է օրակարգային։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանի խոսքով, եթե այս համառությամբ և այս կիսառազմականացված օպերացիաներով պաշտպանեին Հայաստանի Հանրապետության շահերը, ապա ավելի լավ և անվտանգ երկիր կունենայինք։ Աբովյանը ոչ ուղղակի կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի և այսօր Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու միջև։ Խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժեց իրենց, բայց դա բնավ չի նշանակում, որ իրանք չպետք է կատարեն այն հանձնարարականները, այսպես անվանենք, որոնք իջեցվել էին Բաքվից եւ Անկարայից։ Հիշենք, չէ, որ գոյություն ունի սահմանադրության փոխման գործընթաց, որը արդեն իսկ Ադրբեջանում անվանում են Արևմտյան Ադրբեջանի սահմանադրության ներդնում Հայաստանում, այսինքն սրանք ինչ պատմեն, ինչ հեքիաթներ պատմեն Չորրորդ Հանրապետություն եւ այլն, սա ուղիղ կապ ունի Ադրբեջանի նպատակների հետ եւ իրենք բնավ դա չեն թաքցնում։ Արմատ մեդիայի խմբագրին ու այլ աշխատակիցների հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության են հրավիրել լրագրողների, օպերատորների։ Խուզարկությունների ընթացքում արգրավված համակարգիչներն ու աշխատակիցների հեռախոսները մինչ օրս չեն վերադարձրել։ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործողությունները նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։ Եվրոպական խորհրդարանի հայրենասերները Եվրոպայի համար խմբակցության պատգամավոր Գերով Անեմանսը գրավոր հարցով առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով։ Հարցը վերաբերում է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք
Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։ Այս կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովին ուղղվել է երկու կարևոր հարց։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է արդյոք Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը։ Ինչպես է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը, Եվրոպական միություն Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո։ Արդեն պարզ է, թե ինչ պատկեր կունենա 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանում ներկայացված կլինի 3 խմբակցություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը կստանա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը կստանա 29 մանդատ, և Հայաստան խմբակցությունը 12 մանդատ։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ վերցնելու են մանդատները, Հայաստան դաշինքը հայտարարել է, որ պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն ու առաջիկա ծանր պայքարում պարտավոր են գործածել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ, ասված է դաշինքի հայտարարությունում։ Ազգային ժողովում մեր բոլոր քայլերը բխելու են ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից։ Հայաստանի սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, խորհրդարանական ամբողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով մայր օրենքը փոխելու և ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանություն, ԱԺ-ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու և ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։ Քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն, Հայաստանում և միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում քաղաքական հետապնդումների ենթարկվողների Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ։ Գործող վարչախմբի հեռացում, սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է, խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը և նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։ Ուժեղ Հայաստան դաշինքը նույնպես կվերցնի մանդատները։ Նարեկ Կարապետյանի խոսքով դաշինքը եկել է եզրակացության, որ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է համատեղել փողոցային պայքարը և ներկայությունը խորհրդարանում։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր և վերջնական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության։ Զուգահեռ ընդդիմադիր պատգամավորները շարունակում են միջազգային հարթակներում իրենց աշխատանքը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Նիդերլանդների Հաագայում ելույթ է ունեցել ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում։ Պատգամավորն իր ելույթում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացմանը, հայ գերիների վերադարձին և նրանց նկատմամբ խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումներին ու ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների, անվտանգության և ժողովրդավարության վիճակի վատթարացմանը։ Իսրայելը պետք է գործածի իր դիրքորոշումը ադրբեջանական ռասիզմը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար, համոզված է ամերիկացի ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։ Նրա խոսքով իսրայելցիները պետք է ավելի հեռուն գնան և Թել Ավիվը գործածի իր մտերմությունն Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ նման ավերածությունների կրկնություն թույլ չտալու համար։ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են մնալ տարածաշրջանային քննարկումների կարևոր թեմաներից մեկը։ Իրանցի պաշտոնյաները հանդիպել են հայ պատվիրակության հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև իմ գործընկեր Անի Աբաղյանը և հարց ուղղել թրիփի վերաբերյալ մանրամասները ռեպորտաժում։
Իրանում հայ պատվիրակներին ու Թեհրան ժամանած լրագրողներին ընդունել է Սաադի հիմնադրամի նախագահ, Մեջլիսի նախկին նախագահ Հադադ Ադելը, որի փեսան Իրանի Իսլամական Հանրապետության նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին է։ Մորադյան ֆարսի համբախորդարի։ Իրանում սկսած պատերազմի հետևանքով զոհվել էր նաև Հադադ Ադելի աղջիկը, որ Այաթոլլահ Խամենեի հարսն ու հոգևոր նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի կինն է։ Մենք սգում ենք մեր հոգևոր առաջնորդի եւ նրա ընտանիքի նահատակությունը։ Հադադ Ադելը հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, նշել սև էջեր պատմության մեջ չունեն։ Նա կարևորել է հյուսիս-հարավ ճանապարհի բացումը։ ABC մեդիայի թրիփի կարևորության եւ հայ-իրանական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան Հադադ Ադելը ասել է. պետք չէ հավատալ Միացյալ Նահանգների խոստումներին։ ՀՀ-ի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այդ պրոյեկտը մեր շահերի դեմ չէ։ Հուսանք այդպես է, բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին եւ իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսակ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները մեր հարևան երկրներում, երբ ներկա են լինում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է։ Նա վնասում է այդ երկրներին։ Հուսանք նմանատիպ բան մեր երկրի հետ չի կատարվի։ Հադադ Ադելի հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ալտերնատիվ ճանապարհ ունենալու առաջարկ է արել։ Հայաստանի եւ Իրանի միջև պետք է կառուցվի ուղիղ երկաթուղի, որը թույլ կտա Հայաստանին մի կողմից ստանալ ազատություն այն ճնշումներից, որոնք կարող են իրագործվել Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի կողմից, եթե իրականացվում է այս պրոյեկտը, եւ մյուս կողմից պահել Հայաստանին հեռու այն աշխարհաքաղաքական ցնցումներից, որոնք կարող են լինել, եթե այս միակողմանի պրոյեկտը իրականացվի։ Հանդիպմանը Հադադ Ադելը անդրադարձել է Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին, ասել, որ այն չափազանց անվստահության մթնոլորտում է անցնում։ Մեր բանակցությունները չափազանց անվստահելի մթնոլորտում են անցնում։ Մենք պատրաստ ենք պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները եւ պատրաստ ենք անգամ նորից պատերազմի մեջ մտնել, եթե նրանք դուրս գան բանակցության տրամաբանությունից։ Հադադ Ադելի խոսքով աշխարհում զորությունն ու ուժը խնդրի ձեռքն է ընկել։ Միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներ են եղել հենց այդ պատճառով։ Նրա խոսքով լավատես են ապագայի նկատմամբ։ Նշել է նաև չկա այլ ուղի, քան դիմադրելն ու պայքարելը։ Հանդիպմանը ներկա էր նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա հրավիրել է Հադադ Ադելին Սիսիանում նախատեսված Իրան-Հայաստան փառատոնին։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ զոհվել է նաև նրա հարսն ու թոռնիկը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորքյան, ABC Media, Թեհրան։ Տիգրան Ավինյանը հայտարարել է ներդրումային կոմիտեն Երևանի վերաբերյալ 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր է հաստատել, որոնք ուղղվելու են Աջափնյակի մետրո կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ամբողջ ենթակառուցվածքի արդիականացմանը, էլեկտրական ավտոբուսների գնմանը, 2 դեպոնների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը եւ Դալմայի այգիների կառուցմանը 250 հեկտար։ Այսօր Երևանի գործակարգավարական նիստում է սա հայտարարել քաղաքապետը։ Ես հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր որ թերահավատորեն են մոտենում այս process-ին։ Պատկերացրեք, 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում մարդիկ խոսք են տվել, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է։ Հիմա 2026 թվականն է։ Եվ իրականում մենք էլ 2022-23 թվականից շատ հաստատակամ այդ խոստումները տվել ենք եւ շատ գործուն քայլեր ենք արել նաեւ այդ ուղղությամբ։ Առաջին հերթին մենք պատվիրել ենք նախագիծ եւ այսօր ունենք նախագիծ եւ նախահաշիվ Աջափնյակ մետրոյի կայարանի։ Բայց նաեւ պետք է հասկանանք, որ որևէ մի ծրագիր, որ չես իրականացնում տասնամյակներով, դրա գիտելիքը եւ դրա կառավարման կարողությունը վերանում է երկրից։ Ավինյանը հայտարարել է, որ ուզում է տեսնել վարչարարական տերոր, նա խոսել է Ավետիսյան փողոցի աշխատանքների մասին։
Այն օրը իհարկե այդպես շատ մեղմ անդրադարձա Ավետիսյանի հարցին, բայց ուզում եմ հասկանամ ինչի ես պետք է անդրադառնայի էլի այդ հարցին, որովհետև այնուամենայնիվ սենց հիմա նորից վերադառնում եմ էլի այդ հարցին, գործակարգավարականին ես խոսեցի այն մասին, որ այնտեղ խնդիրը լուծած չի, այսինքն խորքային աշխատանքը արված է, եկել վերջում ասֆալտը սենց, արել ենք, բացել ենք արդեն հոսքը գնում է Կիևյանի հրազդանի մեծ կամուրջն է փագա, դե արդեն տենց է կմնար, ինձ հետաքրքիր է տենց է կմնար, եթե ես չասեի, այսինքն տենց է պետք է մնար, եթե օրինակ ես այդտեղով չքշեի ու չասեի, ասենք, որ այդտեղ անհարթ է, դիտահորերը նորմալ բարձրացրած չեն։ Կարճ ասած, հարգելի գործընկերներ, ես պետք է տեսնեմ վարչարարական տերոր, Իրանում շարունակվում է սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի վերջին հրաժեշտի արարողությունը։ Իմամ Խոմեյնի տաճարի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը, ով Հուսեյնի վրիժառուներ գրությամբ։ Շիական խորհրդանիշներում կարմիր դրոշը նշանակում է վրեժի կոչ։ Վերջին անգամ դրոշը բարձրացրել են մարտի 1-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածի պատճառով Խամենեի մահվան մասին հաղորդումներից հետո։ Վաղ առավոտից էլ մեկնարկել է հրաժեշտի երթը։ Խամենեի մարմինը դուրս են բերել մեծ Մոսալա մզկիթից։ Հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոց հրաժեշտ տալու նահատակ գերագույն առաջնորդին։ Մեր խումբը Թեհրանում է, երթի մասնակիցների հետ շարժվում են Ազատի հրապարակ։ Թեհրանում մեկնարկել է Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության սգո արարողությունը։ Խամենեի մարմինն արդեն դուրս են բերել Իմամ Հոսեյնի հրապարակից եւ այս ճանապարհով գնալու են դեպի Ազատի հրապարակ երթով։ Երթի ճանապարհի երկարությունը մոտ 10 կիլոմետր է։ Անվտանգության խիստ ռեժիմ է գործում։ Վաղ առավոտից մենք աշխատում ենք Թեհրանի փողոցներում եւ մարդկանց հոսքը գնալով մեծանում է։ Ազատի հրապարակ տեղափոխելուց հետո Ալի Խամենեի մարմինը ինքնաթիռով Մաշադ են տանելու, նրա ծննդավայր եւ հենց այնտեղ էլ հուղարկավորելու են։ Իրանի սպանված առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի 3 որդիներն աղոթել են նրա եւ ընտանիքի 4 այլ անդամների դագաղների մոտ կանգնած, սակայն մոջթաբան նրա իրավահաջորդը այդպես էլ չհայտնվեց արարողությանը։ Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես են Մուսթաֆան, Մեյսամը եւ Մասուդն աղոթում Թեհրանի Իմամ Խոմեյնիի մեծ Մոսալայի ընդարձակ կրոնական համալիրի հսկայական բակում դրված դագաղների մոտ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել պատերազմի սկզբում սպանված հոր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը, սակայն արարողությանը մասնակցել են Խամենեիի մյուս 3 որդիները՝ Մուստաֆան, Մասուդը եւ Մեյսամը։ Լրատվամիջոցները նշում են, որ Մոջթաբա Խամենեիի արարողությանը չմասնակցելը հարցեր է առաջացնում նրա առողջության եւ Իրանի իրական ղեկավարի վերաբերյալ։ Նշենք, որ պատերազմի սկզբից ի վեր Մոջթաբա Խամենեին չի հայտնվել հանրության առաջ։ Ուկրաինան հրաժարվել է դադարեցնել ռազմական գործողությունները Կոնստանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու համար, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ ռուսական զորքերն ամբողջությամբ գրավել են Կոնստանտինովկան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն այս հայտարարությունը սուտ է անվանել։ Слава Украине! Զելենսկիին ուկրաինացիները պետք չեն ոչ մեռած, ոչ կենդանի, Զվեզդա հեռուստաալիքին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ուկրաինական կողմի Կոնստանտինովկայում մարտական գործողությունները դադարեցնելուց հրաժարվելը։ Բենզինի ճգնաժամ ունեցող Ռուսաստանին օգնության է հասել Բելարուսը։ Հունիսին Ռուսաստան-բելարուսական բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի։ Հունիսի 1-ից 25-ը Ռուսաստանը Բելարուսից ներմուծել է 141,000 տոննա վառելիք,
ինչը 2-4 անգամ ավելի է մայիսին ներմուծված ծավալից։ Իսկ 2025 թվականի հունիսին Բելարուսից բենզինի ներմուծումը կազմել էր ընդամենը 1000 տոննա։ Փորձագետների կարծիքով Բելարուսից բենզինի ներմուծման աճը կբարելավի վառելիքի իրավիճակը ռուսական շուկայում, բայց լիովին չի ծածկի բենզինի պակասը։ Պատմական հրավառություն, դրոնային շոու եւ Թրամփի 40 րոպեանոց ելույթ անձրևից հետո Միացյալ Նահանգները մեծ շուկով է նշել անկախության 250-ամյակը։ Միացյալ Նահանգների մեծ մասում տոնակատարություններ չեն անցկացվել ծայրահեղ շոկի պատճառով։ Վաշինգտոնում էլ ռեկորդային շոկին հաջորդել է ամպրոպը, որը ստիպել է հանդիսատեսին ժամանակավորապես տարհանել պատմական կենտրոնից եւ ավելի քան 1 ժամ հետաձգել նախագահ Թրամփի ելույթը։ But our country is just getting started because the best is yet to come. Սա Ամերիկայի ոսկե դարի միայն սկիզբն է, հայտարարել է Թրամփը, խոստանալով, որ ամերիկացիներն իրենց երկիրը կդարձնեն ավելի լավը, ավելի ուժեղ եւ ավելի շատ կսիրեն իրենց երկիրը։ Ոչ մի ազգ այնքան շատ բարիք չի գործել, այդքան քաջություն չի ցուցաբերել, այդքան մեծ առաջընթաց չի գրանցել, այդքան շատ անարդարություններ չի շտկել, որքան դուք Միացյալ Նահանգների ժողովուրդը, ասել է նա։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ շուտով կարող է տիեզերագնացներ ուղարկել Մարս մոլորակ։ Մենք շատ շուտով կմեկնենք Մարս։ Կարծում եմ, մենք կհասնենք լուսին եւ առաջ կշարժվենք, իսկ հետո կմեկնենք Մարս, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում, երբ ֆուտբոլիստն աշխարհի առաջնության խաղի ժամանակ կարմիր քարտ է ստանում, ստիպված է լինում բաց թողնել հաջորդ հանդիպումը։ Բացառությամբ դեպքերի, երբ միջամտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահի անձնական հեռախոսազրույցից հետո չեղյալ է հայտարարվել ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունին տրված կարմիր քարտը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։